Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Անժելիկա, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը։ Նախ շնորհակալություն, որ ձեր բազմազբաղ առօրյայի մեջ մեզ համար ժամանակ գտաք, որովհետեւ ես գիտեմ, որ դուք շատ կարճ ժամանակով եք եկել Երևան, ունեիք տեսահոլովակի պրեմիերա եւ հենց այդ նպատակով էլ Երևանում եք։ Այո, հենց այդպես, երեք դուրս եկել цифровой площадка, իմ նոր երգը, որը Թվային հարթակ։ Цифровой площадкան հայերեն կլինի թվային հարթակ։ Կներեք, եթե մի քիչ բարեր խառնեմ, ներող լինեք ինձ։ Ինչ երգի մասին է խոսքը։ Որ Հայաստանի ձյունը արդեն հալել է։ Ու մեր սրտերը տաքացել է, մենք կսպասենք մեր երկրորդ կեսին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն դիտել դեռևս տեսահոլովակը, հնարավորություն ունեն հենց այս պահին կենթանի կատարմամբ վայելելու ձեր երգից մի հատված։ Այո։ Խնդրեմ։ Երգեմ։ Սիրով։ Քաղաքի ձյունը հալվել է, իմ սրտի սերը վարել է, ասում ես ինձ ինչ անեմ իմ արև, որ այդ համով շուրթերով ինձ ասես բարև ձեզ։ Բարև ձեզ, բրավո, շնորհակալություն լավ տրամադրության համար։ Հաջորդ երգը որն է լինելու, քաղաքի խոտը ծաղկելը։ Ոչ, հաջորդ երգը լինելու է իմ մասին, որովհետև ես ծնվել եմ Լոռ մարզում։ Լոռու մարզում։ Այո, ուզում եմ դրա մասին Շատ լավ է, ընտիր ենք սկսել խոսակցությունը, գանք ամենասկզբից։ Ծնվել եք Լոռիում, հետո տեղափոխվել եք Ռուսաստանի Դաշնություն։ Տեղափոխությունը ինչպես եղավ եւ այլ մանրամասներ, խնդրում եմ հենց հիմա ներկայացրեք մեզ։ Ես մանուկ ժամանակում 3 տարեկան եմ, երբ որ իմ մաման ու պապան տեղափոխվել են Ռուսաստան, Լիպեցկ քաղաք։ Ու տեղից սկսել է իմ շատ հրաշալի ու փայլուն կարիերան, կյանքը, գործունեությունը, ինչը, կյանքը։ Շատ ճիշտ, այդքան։ Լիպեցկում գնացիք դպրոց։ Չէ, ես գնացի դեսադիկ, սադիկում մամայիս ասեցին, որ ձեր աղջիկը ունի լավ ձայն, որ դուք իրան ուղեկցեք երաժշտական դպրոց։ Մամաս տարավ ինձ երաժշտական դպրոց, Դաշնամուրի, որ ես սովորեմ նվագել, որտեղ փոքր վաղտ չէին թողում են վաղտ մարդիկ երգեն, ու երեխեքը ավելի շատ զբաղվեն երաժշտությամբ։ Այո։ Ու դե սկսեց իմ երաժշտական կյանքը, սովորեցի Դաշնամուր, հետո սկսեցի կամաց երգել։ Դրանից հետո մենք տեղափոխվել ենք Ռուսաստանում ուրիշ քաղաք Ռոստով, որում բնակվում են շատ հայեր տարբեր տեղերից։ Ու դե ավարտեցի կոնսերվատորիա, էստրադно-ջազովый վոկալ։ Հիմա էլ գրում եմ իմ երգերը ու նկարահանում եմ շատ սիրուն տեսահոլովակներ։ Իդեպ, երբ ուսումնասիրում էի ձեր ինստագրամյան էջը, տարատեսակ ինֆորմացիաներ կար, հաղորդավարուհի, երգչուհի, մոդել, ինչպես նաև Հայաստանի ձայնի մասնակից, ապա բոլորը միասին, ու կվցև մեսցե, այդ ամենի մասնակիցը մի քանի բան էլ կար, չեմ հիշում իհարկե արդեն, ինչպես են այդ տարբեր բաները ձեր կյանքում հայտնվել, հիմա կարծես թե մնացել է միայն երգչուհու կարիերան, թե էլի որպես հաղորդավարուհի հանդես եք գալիս։ Ես կասեմ նենց, որ դու գտնում ես մեր ասպարեզում երաժշտական, դա մենակ երգչի մասին չի, դու կարաս լինես համ երգչուհի, համ հաղորդավարուհի, համ մոդել, համ ռեկլամնի դեմք, ամեն ինչ, ոչ մեկը այդ չի խանգարում ու ունի սենց կապիչ, դրա համար ես ամեն տեղ հասցնում եմ։ Բայց որտն է ձեզ ավելի շատ հոգեհարազատ։
Ինձ համար հոգեհարազատ է այն պահը, որ ես երգում եմ ու արտահայտում եմ իմ մտքերը, իմ ներքին զգացումները եւ շատ սիրում եմ դասավանդել, երեխաներին փոխանցել իմ Գիտելիքները։ Այո, գիտելիքները, շատ ճիշտ։ Խոսենք հիմա դասավանդելու մասին։ Ովքեր են ձեր աշակերտները, միայն հայեր են, թե կան նաև ռուսներ, կան նաև այլ ազգի ներկայացուցիչներ, քանի աշակերտ ունեք, ինչ եք նրանց սովորեցնում։ Ունեմ շատ աշակերտներ։ Քանիսն են։ Էսա կասեմ։ Բարի։ Հաշվեք մտքում։ 30 հոգի կարգի, որտեվ ես մենակ եմ դասավանդում, ունեմ տարբեր երկրների երեխեք, էլ Աֆղանիստան, էլ Բալղարիա, էլ Բելարուսիա, Գրեցիա, ամեն տեղից։ Հունաստանից նույնիսկ։ Այո։ Տարբեր երեխեք են, շատ տաղանդավոր ու շատ լավ ընտանիքների երեխեք։ Ես միշտ ասում եմ, որ մենք չենք սովորացնում այդ երեխեքին, այդ երեխեքը սովորացնում են մեզ ապրենք այսօրվա կյանքով, որտեվ իրանք շատ շուտ են ամեն ինչը սովորում, կասեմ ոչինչ որ ասում եմ։ Դե որոշակի բառեր կան, իհարկե, կարելի է հարմարվել այդ ամենի հետ։ Դուք Հայաստանում չեք ապրում։ Со временем в ногу живут дети, ու դրա համար սովորում եմ Ժամանակին համընթաց հայերեն։ Այո, շատ ճիշտ։ Սովորում եմ իրանցից շատ բան սենց Քամել։ Չէ, կամել չէ։ Չէ, վերցնել։ Վերցնել, այո։ Считаю, что это очень Կարծում եմ, որ այդ ամենը շատ ճիշտ է։ Լավ, ոչինչ, եթե ես ռուսերեն ասեմ, դու ինձ օգնի Ոչ, դա բավականին թանկաճիգ է։ Այո։ Կներեք ինձ, ներող լինեք։ Հույսով եմ մյուս անգամ արդեն ավելի լավ կխոսեմ հայերեն լեզվով։ Հայաստանում ինչքան ժամանակ է որ գտնվում եք, հասկացա, երեք եղել է ձեր տեսահոլովակի պրեմիերան, բայց վերջին շրջանում կարծում եմ եկել եք որպեսզի նախապատրաստական աշխատանքներ իրականացնեք։ Ես շատ շուտ եմ գալիս Երևան ու Հայաստան, որովհետև ամեն տեսահոլովակս համարյա նկարում եմ ստե ու երկի պահով գրել երկ аранжировка սարքել ну стараюсь փորձում եմ գործակցել համագործակցել այս միջավայրի մեջ որտեվ դա ինձ շատ մոտիկ է հոգով Դուք բավականին դժվարանում եք հայերեն խոսելիս, բայց դա խնդիր չի իհարկե, որովհետև հասկանում եմ մեծացել եք Ռուսաստանի դաշնությունում։ Դպրոցը եղել է ռուսական թե հայկական։ Ռուսական դպրոց, ռուսական սադիկ, մանկապարտեզ։ Այ մանկապարտեզ։ Մեկ էլ շատ դժվար է, որ պետքա փոխեմ մեր լորի մարզը։ Կարող եք իդեպ լորվա բարբարով խոսել մեզ հետ, եթե տիրապետում եք։ Բայց խառնվել է իրար։ Ուզում ենք մի քիչ գրական խոսենք, բայց խառնում է իրար։ Մեկ էլ մտքերը միշտ ռուսերեն է, դե բնականաբար այդ դժվար է։ Անժելիկա, ձեզ ավելի շատ ճանաչում են Ռուսաստանում, հատկապես այնտեղ, որտեղ բնակվում եք, թե Հայաստանում։ Գիտեք, երևի տարբերություն չկա Ռուսաստան-Հայաստան, որովհետև ընդել շատ կան հայեր, նմանավոր իմ քաղաքում, Ռոստով քաղաքում, որովհետև Ռոստովը բնակվել է հայերով։ Շատ շուտ Եկատերինան փոխանցել է հայերին այդ քաղաք ու դրել այդ քաղաքի անունը Նախիջևան Նադանու։ Հիմա ես բնակվում եմ հենց այդտեղ։ Հայերի միջավայրում։ Ձեր ուսանողները կամ աշակերտները ձեզ ինչպես են դիմում։ Անժելիկա Ցալակովնա, բարև ձեզ։ Անժելիկա Ցալակովնա։ Այո։ Թե Ցոլակովնա։ Դե իրանք ասում են Ցալակովնա։ Հասկացա, չի ստացվում իրենց մոտ ասել Ցոլակ, չգիտեմ ինչն է այդտեղ բարդ, բայց ամեն դեպքում լավ։ Մենք ամեն դեպքում ձեր տանը գտնվում ենք չէին սպասում հաղորդման շրջանակներում, մենք այստեղ փորձում ենք բացահայտել մարդկանց կեցավայրը, ինչ պայմաններում են ապրում, բայց դուք կոնկրետ մեր առջև դրեցիք հստակ սահմանափակումներ, որ մենք իրավունք չունենք այդ ամենի մասին խոսելու, բայց ամեն դեպքում սա մշտական կեցավայր է ձեզ համար, երբ գալիս եք Հայաստան, այստեղ եք ապրում, թե տարատեսակ տեղերում եք ապրում։ Չէ, տարբեր տեսակ տեղերում եմ ապրում։ Հիմա
մնում եմ այստեղ։ Հիմա այստեղ եք ապրում։ Այո։ Դե խնդրեմ, պատմեք նկարների պատմությունը, պատերին տեսնում եմ շատ նկարներ կան, հերթով սկսենք։ Դե Ձախ կողմից։ ձախ կողմից։ Ձախ ինչ նկար։ Այս բոլոր նկարները, որոնք հենց հիմա տեսնում են մեզ դիտող մարդիկ։ Գիտեք, երև մատուկ, որ շատ եք թատերական ավարտել ու was Երևակայություն։ երևակայությունը շատ հայերենով։ Այդքանը երևակայությունը լավ է աշխատում։ Այո։ Լավ, ծաղիկների մասին խոսենք, սրանք երեկվա արդյունքում են հայտնվել ձեր տանը, մարդիկ եկել էին շնորհավորելու ձեզ տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ։ Տեսահոլովակի Պրեմիերա։ պրեմիերաներ եւ ստացել եմ շատ գեղեցիկ ծաղիկներ։ Գնանք էլի ցույց տամ։ Մենք կարծում եմ- վերջի չի։ Մենք կարծում եմ դեռ հնարավորություն կունենանք ծաղիկները բացահայտելու միջանցքում։ Այո։ Ահա։ Գնացինք։ Շատ են ծաղիկներ եղել, սիրում եք Շատ, ծաղիկներ։ ես շատ եմ սիրում ծաղիկներ ու Ավելի շատ սիրում եք Մտածում եմ, որ ծաղիկներ, թե աղջիկները- ծափահարություններ։ մեկը մյուսի հետ Կապ չունի։ չի կարաճապացի։ Լավ, չէ, հնարավոր է գան մարդիկ, ովքեր ձեզ բուրըն ծափահարում են, բայց ծաղիկներ չեն բերել կամ կարող է լինել հակառակը։ Մոտիկ մարդիկ միշտ գալիս են ծաղիկներով։ Իսկ երեք եկել են ամենամոտիկ մարդիկ, ինչ շնորհավորելու։ Եվ ինչպիսին են արդյունքները, տեսահոլովակի դիտումները ձեզ բավարարում են, թե ոչ։ Բավարարում են, բայց եթե դուք լսեք, նայեք իմ կլիպը, դնեք լայք, ես շատ ուրախ կլինեմ ու ինձ համար դա կլինի բավական Հաճելի։ դրական, այո, էմոցիաներ կստանամ ես։ Քանի որ խոսեցիք ձեր մասին, մի փոքր էլ խոսենք մեր մասին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև կենտրոն հեռուստաընկերությամբ։ Դուք հետևում եք մեր էջերից որևէ մեկին։ Անպայման, ոնց Չեմ կարամ հավատում։ չհետևենք։ Չեմ Մամաս հավատում։ հաստատ հետևում է։ Չէ, Ես դուք ուղղակի անձամբ հետևում եք, թե ոչ։ ներող լինեք, ես այնքան զբաղված մարդ եմ, օր ու գիշեր աշխատում եմ, որովհետև ունեմ փոքր բալիկ, ում համար ուզում եմ ստեղծեմ ամեն ինչ, որ ինքը վաղը չէ մյուս օրը իրան շատ լավ ու հանգիստ զգա եւ ուսուցման վաղտ եւ հետո։ Բա ուր է բալիկը։ Իմ բալիկը հիմա Ռուսաստան է իմ մամայի հետ, որովհետեւ դժվար է աշխատանքի վաղտ փոքր երեխու հետ գազ պետքա այդ մոմենտները մի քիչ կարգավորես, բայց չի ստացվում։ Քանի տարեկան է, ով է նա մի փոքր երեխայի մասին պատմեք խնդրում։ Իմ երեխան 3.5 տարեկան է, իր անունը Ռաֆայել է։ Այո, ինքը շատ սիրում է երաժշտություն, նկարչություն եւ ամեն օր կուբիկներով հավաքում է տարբեր տներ։ Երևի իմ երազանքի մի հատ հատվածն է, որ ես երազում եմ, որ իմ տղան դառնա շատ վստակավոր Ստроитель ոնց է շինարար, այո։ Այսինքն չեք ցանկանա, որ ընտրի ձեր ճանապարհը երաժշտություն։ Գիտեք, երևի հոգու համար շատ կուզեմ, որ ինքը վերջացնի երաժշտական դպրոց կամ ավելի բարձր Ինչ բարձր ինչ։ Ինստիտուտ или колледж как հայերեն։ Հասկացա, ինստիտուտ կամ քոլեջ։ Հա, այո։ Բայց բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այո, բայց երևի ես չէի ուզի, որ ինքը լիներ երաժիշտ։ Իսկ ձեր Եթե ճիշտ։ ծնողները, երբ ընտրում էիք այս ուղին, համաձայն էին ձեր որոշման հետ, թե ոչ։ Դե իմ papan ցավոք սրտի չկա արդեն, բայց ինքը միշտ երազել է, որ ես դառնամ բժիշկ։ Երևի որ ուներում ես խնդիրներ առողջական։ Ուզում ես որ մոտիկ մարդը լինի այդ բժշկության կենտրոնում կամ զբաղվի այդ հարցերով, ու papas միշտ մտածում էր, որ ես կդառնամ բժիշկ ու սա լավ կլինի։ Տենց։ Բայց ինքն էլ է շատ սիրում երաժշտություն, նվագում էր ակարդեոն, երգում էր, պարում էր շատ ուրախ, զվարթ, սենց մարդ էր։ Իմ նման։ Ես papas եմ գցել։
Շատ հետաքրքիր բան ասացիք, օրինակ չեք ցանկանում, որ ձեր տղան ընտրի այն, ինչը որ դուք եք ընտրել, բայց դուք միաժամանակ դեմ եք գնացել ծնողների որոշմանը, եթե կարելի է այդպես ասել, եւ զբաղվել եք նրանով, ինչը ձեզ ավելի հոգեհարազատ է եղել։ Հիմա եթե ձեր տղան որոշի այդպես վարվել, դա ձեզ համար ցավոտ է լինելու, թե ամեն դեպքում փորձելու եք հարմարվել։ Պրոբլեմ չկա։ Մտածում եմ ամեն մարդ ունի իր երազանքը ու դա պետք է կատարի։ Ոչ մեկ չի կարող իրան ասի, սա լավ է կամ վատ է, կամ իր տեղը որոշի, որովհետև մենք ապրում ենք ամենքս մեր կյանքը ու պետք է ապրենք տենց, որ մենք ուզում ենք։ Մենք կարանք ուղղություն տանք, բայց արդեն դա ձեր ցանկությունն է, այդ ընդունեք թե չէ։ Իսկ ձեր տղան ձեզ մոտ պարապում է վոկալ, թե ոչ։ Դե ինքը շատ փոքրիկ է, 3.5 տարեկան։ Կա տարիքային սահմանափակում, այսինքն ձեզ մոտ։ Конечно, 5 տարեկանից, որ արդեն երեխան ունի հասկացողություն, հնարավորություններ։ Վնոսլիվստ, այդ հայերեն ոնց ասեմ։ Հենց հիմա չեմ կարողանա թարգմանել իհարկե։ Դիմացկունություն։ Դիմացկունություն, այո։ Այդ շատ կարևոր բան է, որտեվ պարապելը այդ խաղ չի, խաղուպար չի։ Ուզես երկես, ուզես պարկես պոլի։ Տենց չի։ Անժելիկա, ասացիք բազմաթիվ ծաղիկներ եք ստացել, Այո, բայց նայենք։ կա էլի տեղ, որտեղ հնարավորություն ունենք ծաղիկներ Ուղղակի տեսնելու։ մենք չունենք վազ, ծաղկաման, որ տնեմ մեջը, դրա Որտեղ եք համար պահում։ վաննայում։ Չեմ հավատում։ Պիտի հավատաք։ Դե, խնդրեմ, այո, իհարկե։ Համեցեք։ Չեմ հավատում։ Դա։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզ նվիրել են ծաղիկներ, վստահաբար չէին պատկերացնում, որ այս ամենը այս տեսքն է ունենալու ի վերջո։ Բայց ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք, փորձել եք պահել, չեք նվիրել որևէ մեկին, դրանից ձեզ են պատկանում։ Ես շատ եմ ուրախանում, որ ստանում եմ ցենց գեղեցիկ ծաղիկներ, որ իմ հոգին միած ցենց փրփրում է երջանկությունից։ Դուրս գամ ստեից։ Մենք իհարկե երբևէ չենք նկարահանում այս հատվածը, տամ, բայց սա բացառիկ էր, պետք էր անպայման արձանագրել, թե ինչ է կատարվում ձեր լոգարանում։ Այստեղ ամեն բան պարզ է։ Կեցավայրը, որտեղ դուք բնակվում եք, շատ համեստ կոկիկ մեկ սենյականոց ստուդիո տարբերակով բնակարան է։ Եթե կա հնարավորություն շարժվենք առաջ, փորձենք բացահայտել մնացած նկարների պատմությունը, եթե չէ, ապա սկսենք էլի ստեղծագործականի մասին խոսել։ Դուք տեղափոխվելու ցանկություն ունեք վերջնական Հայաստանում բնակվելու, թե ամեն դեպքում ձեզ Ռուսաստանի Դաշնությունը շատ հարմար է, բավարարում է եւ ձեր ռեալիզացվելու հնարավորությունը այնտեղ ավելի շատ է։ Դեք ես ունեմ շատ մեծ երազանք, ստե բնակվելու, տեղափոխվեմ, որ իմ երեխան լավ իմանա հայերեն լեզու, որ իմ նման չունենա խնդիրներ, իր մտքերի արտահայտման վախտ, որ իրան զգա վստահ հայ։ Խոսի հայերեն լեզվով, կարդա, գրի, մտածի, ամենակարևորը, որ ես պարտանամ իրանով։ Դա է շատ կարևոր բան, որտեղ մենակ մեր մասին չպետք է մտածենք, այլ մեր զավակների։ Դուք ասացիք, որ կա հնարավորություն, եթե գտնվում ես չակերտավոր շոու բիզնեսում, ապա զբաղվել այն ամենով, ինչը որ քեզ մոտ ստացվում է։ Բայց դա իհարկե մեր անձնական եւ սուբյեկտիվ կարծիքն է։ Օբյեկտիվ կարծիքները կարող են տարբեր լինել։ Ինչ եք կարծում, պետք չէ արդյոք մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի զբաղվել տվյալ գործով։ Ենթադրենք դուք որպես հաղորդավար հանդես եք գալիս, բայց չունեք բարձրագույն կրթություն հաղորդավարի։ Դա նորմալ է, երբ զբաղվում է այդ ամենով մարդը, թե ոչ։ Ես մտածում եմ, որ մարդը պետքա կրթված լինի, որ ավելի գրավիչ լինի ու վստահ ամեն իր քայլերում։ Որ մարդը գիտացման ու մտքերի, Դուք ցույց տվեք, ես կարտահայտեմ։ Ինչ եք ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ մարդը չի լինում կրթված ու կարդացած, այո, իրան չի կարող զգա վստահ այդ բնավայրի մեջ, որ ուզում ես քեզ զգաս շատ բարձր, դու պիտի անցնես որոշ փուլեր, չէ՞, կյանքի, դպրոց, там средний, միջնակարգ կրթություն, բարձրակարգ կրթություն, անպայման։ Ու любой ասպարեզի մեջ դա շատ կարևոր բան է։ Հա, կարող լինի շատ տաղանդավոր մարդ, ծնված, բայց
ինձ թվում է, որ տաղանդով այդքան շատ հեռու չես կարող հասնես։ Պետք է բան միջադրես։ Բարի, այս ամենի մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք, բայց հիմա չգիտեմ մեզ դիտող մարդիկ լսում են թե ոչ, արդյոք այդքան բարձր է ձայնը լսվում, բայց այստեղ գտնվելու համար շատ բարձր է ձայնը եւ շինարարական աշխատանքներ են ընթանում այս պահին ձեր հարևանների տներում։ Այո։ Վեճեր, վիճաբանություններ, անհամաձայնություններ չեն լինում, որ մի աղմկեք ես պետք է տրամադրվեմ, ես ստեղծագործում կամ ընդհանրապես մարդ եմ, չեմ ուզում որ աղմուկ լինի։ Աղմուկ հետ Շուխուր։ Չէ, ես ամենին հանգիստ եմ նայում։ Տնախ ես տանը չեմ լինում։ Օր ու գիշեր աշխատում եմ, զբաղվում եմ, գնում եմ ստուդիա, կամ սյոմկեքի եմ, կամ ընկերներից հետ եմ հանդիպում, որտեվ շատ ժամանակով չեմ գալիս ու ամեն այդ կտրմունքը պետք է հասցնեմ, հա, ճիշտ ասեցի։ Չէ, ճիշտ ասեցի։ Չէ, կտրմունքը նոր բառ է, մենք կներառենք մեր բառապաշարում։ В общем, каждый аспект я должна успеть. Հասկանալի է։ Լավ, մի շարք այլ թեմաների մասին կխոսենք կարճատև գովազդային դադարից հետո։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավալեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Սա մառանիկ ընկերության կարգախոսն է։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն ձեզ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեսվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն, մենք Ռոստովում օգտվում ենք Սլաբադայով։ Դուք կարող եք օգտվել նույնիսկ Երևանում եւ աշխարհի տարբեր կետերում լավագույն ձեթից։ Անժելիկա, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, գտնվում ենք խոհանոցի հատվածում։ Դուք հասցնում եք լինել խոհանոցում որպես սպառող, ոչ միայն, այլ նաև որպես գործող։ Դե չստեմ, ես շատ եմ սիրում պատրաստել։ Տարբեր ուտեստներ, այո։ Իսկ հատկապես հայկական խոհանոցի, թե աշխարհի խոհանոցի։ Տարբերություն չկա։ Որն է ձեզ մոտ ամենալավը ստացվում։ Գիտեք, հայկական շատ ուշուշ եմ ես արկում պատրաստում, որտեվ դրանով զբաղվում է իմ մայրիկը։ Ես ավելի եվրոպական եմ սիրում սարքել։ Ինչ օրինակ։ Տաք սալատ, շատ եմ սիրում սարքել եւ թխել եմ սիրում։ Նույնիսկ։ Այո։ Ժամանակ ունենում եք այդ ամենով զբաղվելու։ Դե ոնց ստացվում է, այդպես էլ։ Եզակի իրեր ենք գտել ձեր խոհանոցում եւ ուզում եմ անպայման խոսենք նրանց մասին, ովքեր են այս արձանիկները։ Ես եմ։ Ինչպես միանգամից չէի հասկացել հետո։ Իմ Բուդուշի ամուսին։ Ապագա ամուսին։ Ապագա ամուսին։ Իսկ դու շատ սիրուն զույգ ենք, չէ՞։ Որտեղից են նրանք հայտնվել ձեր տանը։ Ով է ձեզ նվիրել, թե դուք եք գնել։ Ես եմ արել։ Երևանում շատ սիրում եմ գնամ վերնիսաժ։ Ու ինչ որ բաներ գնեմ ինձ համար։ Իսկ սակարկումներ անում եք վերնիսաժում, ձեզ ենթադրենք ասում են 1000 դրամ, դուք համոզում եք, որպեսզի ձեզ այն տան 350 դրամով։ Անպայման։ Ստացվում է ձեզ մոտ։ Էնել ոնց։ Գաղտնիքներ կան։ Նույնիսկ գաղտնիքներ կան։ Այո, ինձ թվում է, որ գնում ես շուկա, դա անպայման հատված է, որ պիտի Տիպիկ հայկական բնավորություն է դա, չէ՞, կարծում եմ։ Անպայման։ Եվ քանի որ խոսեցինք դրա մասին, անդրադառնանք նաև
բավականին մեծ համայնք կա Ռուսաստանի Դաշնությունում, հայկական համայնքի մասին է խոսքը։ Քաղաքում, որտեղ դուք բնակվում եք, նույնպես կա հայկական համայնք, թե ոչ։ Այո, մեր Ռոստով քաղաքում կա շատ լավ հայկական համայնք, որի հովանավորը, հա, ճիշտ եմ ասում։ Չգիտեմ։ Председатель։ Երևի թե ճիշտ եք ասում, հովանավորը։ Այո, մեր համայնքի հովանավոր շատ լավ, բարի մարդ է, իր անունը Արություն Արմինակովիչ Սուրմալյան, որը կարողացել է մեզ բոլորիս հավաքի միտեղ եւ դա ճիշտ ուղղություն Նախագահը երևի թե ավելի ճիշտ կլինի ասել։ Ավելի Հայ ճիշտ է համայնքի նախագահը։ նախագահը։ Մեր հայ համայնքի նախագահան շատ լավ մարդ է, իր անունը Հարություն Սուրմալյան է եւ իր մոտ ստացվել է բոլորիս հավաքի ցենց միտեղ ու ստեղծի մի հատ հրաշալի ընտանիք։ Ինչ եք անում հայ համայնքում։ Ինչով է նա զբաղվում ընդհանրապես։ Նա նկատի ունեմ հայ համայնքը։ Հասկացա։ Մեր համայնքը զբաղվում է տարբեր ոճերի, տարբեր մասերի ուղղությամբ։ Իրանք բացահայտում են պամятники արխիտեկտուրը, Արձանները, ճարտարապետությունը, մեր հայերի Մարշալ Բաղրամյանի, Նելսոն Ստեփանյանի ու որոշ բոլոր արձանները տեղադրում են մեր քաղաքում, որ մենք կարողանանք այդ պատմությունը իմանալ։ Համ իմանալ, համ չմոռանալ, դա շատ Կարևոր գործ է։ կարևոր գործ է, այո։ Դուք խոսեցիք Մարշալ Բաղրամյանի մասին եւ ձեր ազգանունը նույնպես Բաղրամյան է։ Այո։ Արդյոք դուք կապ ունեք Մարշալ Բաղրամյանի հետ, թե ոչ։ Գիտեք, ես միշտ հարց էի տալի իմ բարեկամների, թե ինչ կապ ունենք մենք այդ ազգությամբ հետ ու ոնց հասկացա մեր պապական կողմից Մարշալ Բաղրամյանը մեզ բարեկամ է ու ես դրանով հպարտանում եմ, որ ունեմ այդ ազգանունը ու այդպիսի մարդու ազգանունը։ Բայց ամեն դեպքում, եթե չեմ սխալվում, Մարշալ Բաղրամյանը Արցախից է եւ Շուշիից հատկապես, եթե չեմ սխալվում։ Ահա։ Թող լինի այդպես, թող լինի այդ անունով։ Ինչպես է ստացվում, որ դուք բարեկամներ եք, եթե դուք Վանաձորից եք, թե եղել է մի շրջան, երբ տեղափոխվել են Վանաձոր։ Պապան էլ ծնվել Վանաձոր, իսկ մնացածը արդեն չեմ կարող ասեմ, որովհետև իրանք չկան ու հարցուփորձ չեմ կարող անեմ ու իմանամ նիետ։ Հասկացա։ Լավ, այս ամենով փորձենք ավարտել հայ համայնքի թեման, բայց խոսենք ձեր գործունեության մասին։ Ասացիք, որ ավարտել եք ջազ վոկալ բաժինը։ Այո, կոնսերվատորիայում վերջացրել ես։ Բայց ջազ չերգեցիք։ Եվ տեսահոլովակը, որի պրեմիերան եղել էր, ջազային չէր հաստատ։ Այո։ Ձեզ հոգեհարազատ չէ ջազը։ Դուք նախընտրեցիք այլ ոչ, որովհետև դա նաև կոմերցիոն առումով ձեռնտու է, թե այդտեղ այլ գաղտնիքներ կան, որոնք դուք հենց հիմա մեզ համար կբացահայտեք։ Դե ինձ թվում է, որ դու ուզում ես երաժշտական ասպարեզում մի քիչ որ Շնորհակալություն բոլոր հարևաններին երաժշտական աշխարհ իրենց ինտերշումերի համար, այո։ Ապրեք հարևաններ։ Առանց դա դժվար եմ խոսեմ։ Մի հատ էլ։ Չէ, բավական է, այսքանը բավական է։ Ջազից էինք խոսում։ Այո, հիշեցի։ Շատ ճիշտ։ Любой երաժիշտ, ցանկացած երաժիշտ պիտի ունենա հիմնավոր ուսուցում, ճիշտ է։ Այո։ Ու կա տարբեր ուղղություններ, այդ օպերայի երգիչ, դասական եւ ջազ։ Ուրիշ չկա, ճիշտ է։ Ես ընտրել եմ ջազ։ Չէ, կա նաև էստրադային, եթե չեմ սխալվում։ Մեր մոտ չկա։ Ձեզ մոտ չկա, բարի։ Ես ընտրել եմ ջազ վոկալ, որ կարողանամ սովորեմ Երգել։ Ոչ թե երգել, այլ ստիլի Ներբություններ, որոշակի ոճային առանձնահատկություններ։ ու դա ինձ ավելի մոտիկ է։ Դե նախ մեր մոտ չկա հայկական ուղղություն, որ սովորեմ դասական երգեր, իսկ ռուսский народный час ուշկա չեմ ուզում երգել։ Ջազը ձեզ հոգեհարազատ է, թե ոչ ամեն դեպքում։
Դե իմ տուրը գալիս է։ Դե մի բան ջազային խնդրում եմ կատարեք մեզ համար։ Ինչ երկե։ Ինչ կերքեք, երգեք։ Standard. Fly me to the moon and let me play among the stars. Let me see what spring is like on Jupiter and Mars. Another world, hold my hand. Another world, there it gives me. Բրավո, հրաշալի էր։ Դուք արդեն եւս մեկ տեսահոլովակ ունեք, վաղը կարող եք այս հատվածի պրեմիերան էլ անել իդեպ։ Բայց ամեն դեպքում աղմուկը շատ է, ես առաջարկում եմ տեղափոխվենք պատշգամբի հատված։ Սա իդեպ ջազային դրսևորում է հենց հիմա ինչը ձեր հարևանները անում են ձեզ համար, դա արդեն կադրից դուրս կպատմեմ, թե ինչ պատմություն ունի, որովհետև իրականում աղմուկը քողարկելու համար է ամեն բան արվել ջազով։ Խնդրեմ, ուղեկցեք մեզ պատշգամբի հատված, պատշգամբը դա բալկոնն է։ Այո։ Խնդրում եմ ուղեկցեք մեզ, հասկանանք ինչ տեսարան է բացվում դեպի դիմացի նորակառույց շենքը, աշխարհի ամենաանհարմար կերպով որոշեցիք բացել վարակույրը, բայց ոչինչ, ամեն բան ներելի է։ Ես լիահույս եմ, որ դուք չեք մրսի եւ հետո ձայնի հետ կապված խնդիրներ չեք ունենա, կփորձենք կարճ սեղմ ժամկետում իրականացնել այդտեղ նկարահանումները։ Առավոտները սկսում են այստեղ մեկ գավաթ սուրճով, վայելում եք Երևանյան այս համայնան պատկերը, որը իդեպ հրաշալի կերպով քողարկում է դիմացի նորակառույց շենքը, թե այստեղ այդքան էլ շատ ժամանակ չեք անցկացնում։ Ես դե անցկացնում եմ շատ քիչ ժամանակ, որովհետև ամեն օր զբաղված եմ գործերով եւ չեմ հասնում համարյա տուն գամ, մենակ հանգստության վաղտ։ Հարցը իհարկե մի փոքր պրովոկացիոն է լինելու, ներեք իհարկե ինձ այդ ամենի համար։ Ռոստով, Երևան, թե Վանաձոր։ Երևան։ Երևան։ Այո։ Ինչն է ձեզ ամենաշատը դուր գալիս Երևանում։ Դե շատ սիրուն բնություն աստ է ամենտեղ։ Երևանում բնություն, Երևանում միայն բետոն է։ B-ով միայն բետոնն է մնացել Երևանում։ Շատ սիրուն, շատ։ Համել իմ գործընկերները բոլորը բնակվում են Երևանում ու դա մի քիչ հեշտացնում է մեր աշխատանքը, որ լինում ենք իրար կողք։ Երևանի որ թաղամասն եք ամենաշատը սիրում։ Ռայոնը Երևանի։ Ահա, այդ հասկացա։ Դե ես շատ ռայոններ չգիտեմ, տեսահոլովակս նկարել եմ Կոնդում, շատ հետաքրքիր տեղեր, առաջի անգամ է այդտեղ։ Նախ իմ օպերատորները Ռուսաստանից էին, առաջի անգամ էին եկել ու հիացած էին, թե դենց բան вообще կարող է լինի 21 դարում։ Շատ հետաքրքիր տեղեր, կոլորիտ մարդիկ, կոլորիտ բնակիչներ, շատ հետաքրքիր էր։ Ձեզ տարօրինակ եւ խետ հայացքով չէին նայում Կոնդի բնակիչները։ Չէ, շատ բարի էին, նմանապես հանդիպեցի մի հատ կնոջ, ինքը մեզ հյուրասիրություն կազմակերպեց, այո, ու խոսեցինք եւ ես ման էի գալի այդ վաղտ իմ հերոսին նկարահանման։ Ինքը ասեց, որ ունի շատ լավ տղա, ինքը բնակվում է համ Երևանում, համ նկարահանվում է Ռուսաստանում, Մոսկվա քաղաքում։ Մեր կստատի հայ ռեժիսորի մոտ, Սարիկ Անդրեսյանի մոտ նկարահանվել է սերիալում Մանյունյա։ Մանյունյա սերիալ մի հատ կա, Նիկոլայ Ավետիցյանի մասին է խոսքը։ Երևանի դրամատիկական թատրոնի դերասան, ողջույնները մեր Նիկոլային։ Շատ ուրախ եմ, որ իր հետ ես ծանոթ եմ, ապրի իր մաման, ու Նիկոլային նկարահանվեց իմ տեսահոլովակում։ Եթե ցուրտ է, ես առաջարկում եմ անցնենք ներս։ Լավ, ես ձայնի ելևէջներից հասկացա։ Իդեպ գիտեք ինչ տեսարան է հենց հիմա բացվում ձեր առջև։ Ոչ։ Ոչ։ Դե լավ, Google-ին կդիմեք, նա ձեզ կօգնի եւ կասի թե որտեղ է գտնվում, հատկապես Google-ի քարտեզին, եթե դիմեք, նա ձեզ կասի ինչ տեսարան է բացվում ձեր պատշգամբից։ Բայց խոսեցիք մարդկանց հյուրասիրության մասին, սրտաբացության մասին, արդյոք Ռոստովում նույնպես մարդիկ այդպիսին են, հայերը հատկապես, եւ եթե հայերը այդպիսին են, ապա ռուսները ինչպիսին են։ Ես շատ ունեմ մոտիկ ընկերներ։ Հայ։ Ոչ, ռուս։ Ահա։
Իրանք էլ են շատ հյուրասեր, իրանք էլ են շատ բարի, շատ ընդունակ, տարբեր կուլտուրաներից գաղափար ունեն, այդ շատ կարևոր է։ Մեկ էլ սիրում են մեզ հայերին, որովհետև բնակվում ենք մենք Ռոստով քաղաքում։ Բայց իրոք սիրում են, թե Չէ, ամեն իրոք դեպքում սիրում են։ վերապահումներ կան եւ հատկապես պանայեխելիները գործում են Դե այնտեղ։ գիտեք, մեր քաղաքում դες բան չկա, որտեղ պանայեխելի իրանք են։ Մենք ենք առաջինով բնակվել ատե։ Իրանք մեզ չեն Ահա թե ինչպես եղավ, որ դուք դեպորտ եղաք Ռուսաստանի Դաշնությունից հավերժ։ Չէ, լուրջ տենց է, որ ես արդեն ասել եմ, որ Ռոստովը դեռ չկար, կար նոր Նախիջևան քաղաք, որտեղ բնակվում էին մենակ հայեր։ Դրա համար իրանք չեն կարող ասել, որ մենք պանայեխելի։ Մի քիչ այդ բաղով մենք հանգիստ ենք։ Հայերի բնավորության գծերը պահպանվել են Ռոստովում բնակվելու ընթացքում, թե ամեն դեպքում կենցաղավարությունը իրենն անում է եւ կամաց-կամաց մեր հայկական ավանդույթները գնալով վերանում են։ Փառք Աստծո, մենք ունենք հայ համայնք, որը զբաղվում է մեր երիտասարդ Կադրերով, սերնդով։ այո, երիտասարդ սերնդով, ու այդ ամեն ինչը իրանք պահպանում են, ստեղծում են տարբեր միջոցառումներ, որտեղ խոսում են հայերի մասին, Հայապահպանության մասին։ ամեն ինչի մասին, ու շատ ուրախ եմ, որ այդ քաղաքում այդ ամեն ինչը կա։ Դուք որպես դասախոս, որպես դասավանդող, ինչ եք սերմանում երեխաների մեջ, ինչ եք տալիս ամենակարևորը, հատկապես այն երեխաներին, ովքեր որ լրիվ այլ ազգի ներկայացուցիչներ են։ Կա ինչ-որ բան, որ ձեզ մոտ մարդը գալիս է, իր երեխային բերում է եւ հստակ գիտի, ձեզ մոտից երեխան դուրս կգա այս բնավորության գծերը ունենալով։ Դե ես արդեն մի երևի 13-14 տարի երեխեքի հետ պարապում եմ, ու կան երեխեք, ով եկել է ամենաառաջի օրվանից ու մինչև հիմա իմ հետ է։ Եկել են շատ փոքրիկ, հիմա արդեն մեծ տղաներ են, 22, 23 տարեկան, 25 դաժե, ու մինչև հիմա իմ հետ են։ Դա երևի ասում է շատ մեծ բանի մասին, չէ՞։ Մարդկության մարդը պետք է մարդ լինի, ամենակարևորը։ Մարդկային հատկանիշների մասին։ Այո, դա շատ կարևոր բան է։ Ես այդ երեխեքի հետ միայն չեմ պարապում երաժշտական ուղղությամբ։ Ես հենց դրա մասին էի հարցնում։ Երաժշտությունը պարզ է։ Այդ պարզ է։ Ես մտածում եմ, որ դասատուն մարդու կյանք է գալիս նրա համար, որ իրան լավ բաներ սովորեցնի։ Ուղղություն տա, կյանքի ուղղություն, կյանքի ընկերեղնի, դասատուն մոտիկ մարդ է, չէ՞։ Ու մենակ տան շրջանում չեն երեխեքը դաստիարակվում, այլ ուրիշ միջավայրերում։ Այո, ես կարծում եմ, որ եթե մենք չզբաղվենք այդ հարցերով, չդաստիարակենք այդ երեխեքին, չպատմենք մեր կյանքի պատմությունը, թե ինչն է լավ, ինչն է վատ, այդ երեխեքը կդուրս գան ու անկապ սենց ոչ մի բան չհասկացող, ոչ մի բան չգնահատող, ոչ մեծին, ոչ փոքրին, իսկապես Ռուսաստան այդ բաները մի քիչ սենց դժվար է, որովհետև իրանց ազգի մեջ մեր պես Կովկասի պես չկա, որ մեծը մեծ է, պետք է հարգես։ Նրանք ասում են ես արդեն մեծ եմ, ես եմ որոշում։ Չէ, մենք լինենք 10 տարեկան, 40 տարեկան, 50 տարեկան, մամա, պապա, տատիկ, մենք մեծարում ենք, դա շատ ճիշտ բան է։ Ես փորձում եմ իմ այլ ազգերի երեխեքին նույն բանը փոխանցեմ, այո։ Խումբ է ձեր դպրոցը կամ չգիտեմ ինչպես դա ձևակերպեմ, դպրոց է, խումբ է, խմբակ է ի վերջո։ Ակադեմիա իր անունը ակադեմիա միլիոն ձայներ։ Այո։ Մարդիկ գալիս են ձեզ մոտ ուսումնառության, ստանում են կրթությունը, հետո ինչ է լինում։ Հաշվետու համերգներ, թե համագործակցություններ այլ արտիստների հետ, ինչ է լինում։ Հա, շատ ունենք համերգներ, հայտնի երգիչների հետ։ Ում հետ օրինակ։ Ամեն տարի մենք երգում ենք անպայման Սոսո Պավլիաշվիլիի հետ, իր կոնցերտների վաղտ,
Սևակ Խանագյանի հետ ենք երգում, Գրիգորի Լեպսի հետ ենք երգել։ Նույնիսկ ինչպես է ստացվել, որ Գրիգորի Լեպսը համագործակցել է ձեզ հետ։ Իրանք նկարահանում են միշտ Գալուբոյ Ագանյոկ, որում դուք մասնակցություն եք ունենում։ Ինքը երեխեքի հետ այդքան շատ չի երգում, բայց իմенно այդ պրոյեկտի վաղտ երեխեքը երգում են։ Ու դες ստացվեց, որ ես Անժելիկա Ծոլակովնան խոսեցի, որ իմ երեխեքն էլ իր հետ համագործեն։ Չընդվզեց, չընդդիմացավ, հեշտ համաձայնեց։ Փառք Աստծո, երեխեքի հանդեպ ինձ թվում է բոլորը սենց մի քիչ փափուկ են լինում ու ընդունակ։ Թանկ է ձեզ մոտ սովորելը, թանկ հաճույք է դա ընդհանրապես թե ոչ։ Ամենաթանկ հաճույքը այդ մեր ժամանակն է։ Մտածում եմ, որ մարդը ուզում է լավ կրթություն ստանա, թանկ ու էժանի մասին խոսակցություն չի կարող լինի։ Ճիշտ է։ Չգիտեմ։ Ես տենց եմ կարծում։ Լավ։ Նաև վարում եք հարսանիքներ։ Մեկ-մեկ։ Երգում եմ ավելի շատ հարսանիքներ։ Վարում եմ, բայց այդքան շատ չի, ավելի շատ երգում եմ ես հարսանիքներ ու կոնցերտներ։ Կստացի։ Իդեպ։ Այս տարի 100-ամյակն է մեր Արնո Բաբաջանյանի։ Ու ամսի 4-ին ապրիլի մենք ունենք մեծ կոնցերտ Ռոստով քաղաքում, որ երգելու ենք Արնո Բաբաջանյանի երգերը եւ նվագելու են նվագախումբը։ Հարսանիքների ժամանակ ձեզ լիարժեք հարմարավետ եք զգում, թե կան որոշակի դեպքեր, որտեղ անհարմարություններ են առաջ գալիս եւ փոշմանում եք, որ դուք այդ օրը ընտրել եք այդ աշխատանքը։ Չէ, փառք Աստծո, իմ կյանքում մեջ չի եղել վատ միջադեպ, այո, միշտ ընտրած մարդիկ ում մոտ ես գնում եմ ելույթ ունենալու, շատ հոյակապ, բարի ու լավ մարդիկ են։ Ռուսական շոու բիզնեսում լայն առումով ռուսական շոու բիզնեսում հայտնվելու ցանկություն չունեք, թե չտրվեց ձեզ այդ հնարավորությունը, կանխեցին մարդիկ ձեր մուտքը, միգուցե չի եղել այդպիսի բան։ Չէ, պրոբլեմ չկա, ես մասնակցել եմ տարբեր տեսահոլովակների, պրոյեկտներին, բայց մտածում եմ, որ Ռուսաստան իրանց ազգությամբ շատ մարդիկ կան, ով կարող այդ ասպարեզի մեջ լինեն։ Ես ուզում եմ լինեմ Հայաստանում, երգեմ հայերեն, ինձ դա շատ հոգեհարազատ է, այո։ Ամեն դեպքում տեղափոխվելու մասին հպանցիկ անցանք, վերջնական պատասխան եմ ուզում ձեզնից ստանալ։ Կտեսնենք ձեզ արդեն որպես Հայաստանի Հանրապետության վերջնական բնակիչ, թե դուք պետք է պարբերաբար գնաք գաք։ Երբ։ Ինձ թվում է այս տարվա մեջ արդեն սաղ կորոշեմ ու կտեղափոխվեմ հստակ Հայաստան։ Այդ դեպքում մայրիկի հարցը ինչպես է լուծվելու երեխայի հարցը։ Մայրիկս էլ ուզում տեղափոխվի շատ շուտով։ Այսինքն աշակերտներին ասում ենք շնորհակալություն, ձեր ուսումնառությունը ավարտված է, ես տեղափոխվում եմ Հայաստան, մի հուզվեք, հուզվելու կարիք չկա։ Ես տեղափոխվում եմ Հայաստան եւ շարունակում եմ այնտեղ գործունեություն ծավալել։ Ես միշտ իմ աշակերտների հետ այդ բաղով խոսում եմ, իրանք շատ են տխրում, որ ես ուզում եմ տեղափոխվեմ Հայաստան, ասում են Անժելիկա Ծոլակովնա, կարելի է մենք էլ ձեր հետ գանք, ասում եմ բալիկներ, конечно, կարելի է։ Ես իմ ցավոք սրտի մարդը ունի իր կյանք ու երևի պետք է զբաղվի առաջնահերթ իր կյանքով, իր ընտանիքով եւ արդեն հետաքրքիր է, որ դուք մոտավորապես 30 տարի բնակվում եք Ռուսաստանի Դաշնությունում, բայց ցանկություն ունեք Հայաստան տեղափոխվելու։ Թվում է, թե որ ձեզ այնտեղ ամեն ինչ պետք է հարմար լինի, սովորական լինի ձեզ համար, բայց կանչում է ձեզ հայրենիքը։ Ինչն է, որ այստեղ կա, չկա Ռուսաստանում։ Կարոտ սիրտ։ Կարոտ սիրտ եւ վերջ։ Ոչ, դե մենակ այդ չէ։ Ուտեսգեցները, как правильно։ Ուտեստները, այո։ Շատ են համեղ, մարդիկ շատ բարի են, բնությունը շատ սիրուն է։ Ես իմ շատ բաներ կա, որը գրավիչ է ու դե մինչև այդ ասեցի, որ ես կուզեմ իմ երեխան все-таки ստեմեցանա, սովորի լեզուն, որ խնդիր հետո չառաջանա։ Կունենաք այստեղ դպրոց, ակադեմիա, խմբակ։ Անպայման, որ տեղափոխվեմ, արդեն այդ առումով մտածում եմ,
ոնց պիտի լինի, ու հույսով եմ ամեն ինչ կստացվի։ Եվ երևի թե արդեն վերջին ենք մոտենում հաղորդման, դուք Instagram-ում պետք է ցավոք զրտի ասեմ, շատ ակտիվ չեք, ինչպես անում են հիմա շատ երգիչ-երգչուհիներ։ Դա ինչով է պայմանավորված, որոշակի սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության հետ, թե այլ պատճառներ կան, միգուցե նոր եք սկսում զբաղվել ձեր Instagram-յան էջով։ Չէ, նոր չեմ սկսում, ես ունեի մի հատ ուրիշ Instagram-յան էջ, որը ջնջվեց, հետո սկսեցի թազա։ Մեր մոտ խնդիրներ շատ կան, Instagram-ը շատ վատ է աշխատում, YouTube-ը չի աշխատում, ինտերնետ բավշե չունենք, քիրիկունները կապել չունենք։ Ոբշեմ կապված վիճակ, դրա համար մի քիչ դժվար է այդ ասպարեզում։ Մուտք գործելով մարդիկ ձեր էջ ինչ կգտնեն։ Instagram-յան էջ մուտք գործելով։ Իմ երգերը Միայն ոչ։ Իմ կյանքի հատվածները կնային իմ բալիկին։ Ես շատ չեմ ցույց տալի իմ կյանքը, մտածում եմ, որ դա մի քիչ անձնական է եւ մարդը չի կարողանա ամեն ինչ ցույց տա լիարժեք ցուցադրել։ Այո։ Ամեն դեպքում փորձում եք մի քանի բան գաղտնի պահել, անհասանելի լինել, ինչու՞ չէ, կա այդպիսի ցանկություն կամ հստակ որոշում, թե փորձում եք համատեղել եւ նա, որպեսզի որևէ մեկին չներացնեք։ Դե, քիչ-քիչ ամեն հատված իմ կյանքի փորձում եմ ցույց տամ։ Անժելիկա, մենք այդպես էլ չիմացանք ձեր նկարների պատմությունը, բայց ոչինչ, այդ ամենը թողնենք հաջորդ անգամվա համար, իսկ մենք կհանդիպենք արդեն ձեր դրան մոտ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ La 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 Ես վստահ եմ, որ հարևանները զվայելեցին այս ամենը եւ աղմուկը փոխարինեցին հրաշալի ելևէջներով։ Շնորհակալություն Անժելիկա բացահայտումների հետաքրքիր զրույցի համար։ Ես լիահույս եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ դուք արդեն կլինեք մեր երկրի վերջնական եւ անփոխարինելի բնակիչներից մեկը։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Ստեսություն։ Ցտեսություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.